ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է ու չնայած ամեն տեսակի դժվարությունների, մենք ամեն կերպ փորձում ենք ուղիղ կապ հաստատել Երևանյան մեր տաղավարի հետ, քանի որ այս օրերին գտնվում եմ Մոսկվայում հասկանալի պատճառով առողջական խնդիրներն են փորձում վերացնել, բայց մեր հեռուստալիքը երբեք կանգ չի առնելու։ Այն աշխատելու է գիշեր թե ցերեկ։ Եվ ահա հերթական միացումը Մոսկվայից ուղիղ միացումը Երևանյան տաղավարի հետ, ուր մենք հյուրընկալել ենք մեզ համար շատ հարգարժան մի անձնավորության Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանին։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ վերջապես Փակ TV-ի տաղավարում եք, որտեղ ինչպես հայտնի ասացվածքն է ասում, մենք էլ երկար սպասեցինք մոլորված որդու վերադարձին, չէ՞ որ դուք երկար ժամանակ մեզանից բացակայում եք, բայց ինչպես կարելի է Փակ TV-ին պատկերացնել առանց Հմայակ Հովհաննիսյանի։ Իսկապես ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Տեսեք, դուք փաստորեն այսպիսի մի հարցի նախ պիտի պատասխանեք։ Ինչ եղավ Բաց TV-ին, որտեղ դուք ձեր հեղինակային 4 ծրագրերը արեցիք, բայց հետո շարունակություն չեղավ։ Խնդրեմ այս հարցով։ Նախ Բաց TV-ն դա Համլետ Ղուշյանի հոգեզավակն է։ Իսկապես, դա դժվար է պատկերացնել Բաց TV-ն առանց Համլետ Ղուշյանի, որտեղ բրենդը իրականում ոչ թե Բաց TV-ն էլ Համլետ Ղուշյանն էր, որ այդ Բաց TV-ն բրենդայնություն էր հաղորդում։ Բայց երբ Համլետ Ղուշյանը հեռացավ, ես մտածեցի այսպես, որ պետք է պահել ամեն գնով Բաց TV-ն, քանի որ Համլետ Ղուշյանի առաջարկությամբ Բաց TV-ն տեղակայվել էր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում եւ դրա համար համապատասխան աշխատանքներ էին իրականացվել, ստուդիա էր նախապատրաստվել եւ բոլոր հարմարությունները ապահովված էին եւ ընթացքը ոնց որ թե հուսադրող էր, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում Տիգրան Արձաքանցյան կոչեցյալի բոլոր հաստատություններում։ Ես ասեմ, որ դժվար ժամանակներում Բաց TV, ես հիշում եմ, ես ասեմ մեր ունկնդիրներին, որ Համլետ Ղուշյանը ստիպված եղավ վերահսկող փաթեթը վաճառել, որպեսզի կարողանա ապահովել կենսագործունեությունը Բաց TV եւ աշխատավարձները աշխատողներին հնարավոր լինի վճարեն։ Սակայն նոր սեփականատերը, որ վերահսկիչ փաթեթը ձեռք էր բերել, Տիգրան Արձաքանցյանը, ուրեմն չէր վճարում աշխատավարձներ։ Մարդիկ աշխատում էին, ինչպես իր մյուս ձեռնարկություններում անում, կոնյակի գործարան եւ այլն, այնպես էլ այստեղ որոշեց, բայց այն տարբերությամբ, որ գիտեք ինչ, կոնյակ մարդիկ ամեն օր չէ որ խմում են եւ կարող է եւ չխմեն, բայց ինֆորմացիայի ծարավ, բաց եւ արժեքավոր լրատվության ծարավ, մանավանդ վերլուծությունների այս ծանր ճակատագրական ժամանակաշրջանում մեր ազգի համար այդ անհրաժեշտությունը մարդը ամեն օր է զգում։ Հասկանում եք, ամեն օր է զգում։ Այս իրավիճակում, երբ երկիրը գտնվում է լինել չլինելու հարցականի տակ, Բաց TV-ն դադարի ամիսներով չհեռարձակվեր, հետո մեծ դժվարությամբ կարողացանք վերականգնել եւ դուք իհարկե հետեւել եք, տեսել եք իմ 4 հաղորդումները, դիտումները 20-25 հազար դիտումներ էին, այսինքն վերլուծական ծրագրերի համար իհարկե շատ արժեքավոր էր դա, բայց հետո նորից դադարեց եւ ինչու դադարեց, որտեւ ես հրավիրել էի իմ հեղինակային ծրագրին մասնակցելու համար Հովիկ Աղազարյանին եւ նա խոստացել էր գար Հովիկ Աղազարյանը մինչեւ այս քննարկումները, դա մարտի 14-ին էր, որ նա պետք է ելույթ ունենար եւ կար պայմանավորվածություն եւ մարտի 14-ին ինձ Սամվել ազգանունը ոնց է օպերատորը հայտարարում է, որ իրանից բալանիները վերցրել են, կամերաբան բոլորը հեռացրել են, իրան էլ աշխատանքից հեռացրել են։ Հետո էլ ասեց, որ ես չեմ էլ ափսոսում դրա համար, որտեվ 3 ամիս աշխատավարձ չեմ ստացել։ Բողոքեց։
կամերաները հեռացրել էին, հետևապես ես ստիպված եղա զանգահարել Հովիկ Աղազարյանին եւ ասել, որ չի կայանալու ցավոք սրտի այդ ուրեմն մեր հետարքիր քննարկումը, որը պետք է նախորդեր ազգային ժողովի քննարկումներին, չի կայանալու, որովհետեւ կամերաբան տարել են քաղաքագետների միության գրասենյակից այդ ստուդիան քանդել են, ավերել են, կամերաները տարել են, կաբելներով ամեն ինչով մոնտաժնի սենյակն էլ ավերել են եւ հեռացել են։ Պատկերացնում եք, ես ստիպված եղա Հովիկ Աղազարյանին դա ասել եւ իմիջիալոց առաջարկում եմ, որպեսզի մենք նրան հրավիրենք այստեղ եւ այդ քննարկումը տեղի ունենա։ Չնայած այդ քննարկումը արժեքավոր էր, որ պետք է նախորդեր ազգային ժողովի քննարկումներին նրա հարցով, որոնք իսկապես ցնցումային էին, հիշեցնում էին այսպես երկրաշարժ, որովհետև հասկանում եք, վարչապետը SMS-ներով հարցեր է լուծում ազգային ժողով։ Ինձ դա հետաքրքրում էր այդ քննարկումը, որովհետև ժամանակին ինձնից էլ են մանդատ խլել։ Ինձնից մանդատ են խլել, ըստ որում շանտաժի ենթարկելով եւ բռնության ենթարկելով։ Մենք դա տեսել ենք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եւ տեսանք նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 6 տարի անց հեղափոխություն կոչվածից 6 տարի անց տեսանք նույն իրավիճակը, երբ որ փորձ արվում պատգամավորից, որը հաճելի չէ, հաճո չէ, մանդատը խլել։ Ես ինչու եի ուզում Հովիկ Աղազարյանին հրավիրել, որովհետև շատ հետաքրքիր հարցեր կան, որոնք վերաբերվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ կուսակցությունը իշխող կուսակցություն է։ Ես որպես Հայաստանի քաղաքագետների միության նախագահ եւ հիմնադիր, ես պարտավոր եմ առաջի հերթին հետաքրքրվել իշխող կուսակցության ներսում ընթացող խմորումներով, որոնք չեն կարող չազդել երկրի կառավարման որակի վրա, չեն կարող չազդել այդ խմորումները։ Ուստի ես մտածում եմ, որտեղ Հովիկ Աղազարյանը հետաքրքիր ֆիգուրա է այն առումով, որ ՔՊ-ի հիմնադիր անդամներից է։ Դրա մասին չասվեց խորհրդարանի քննարկումներից։ Նա հիմնադիր անդամներից է։ Եղել է ղեկավար մարմնի անդամ, քաղաքական ղեկավար մարմնի անդամ սկզբից եւ ետ։ Եղել է եւ դրա համար նրա վկայությունները մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որի վերաբերյալ խոսեց վերջերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, դրանով գալով հաստատելու մեր վերլուծությունների գնահատականը, հիշում եք, մենք սկսած 18 թվականից մեր վերլուծությունները Բաց TV-ում, մեր վերլուծությունները իմ գնահատականները, ես ի սկզբանե ասում էի, որ իշխանության փոխանցում է տեղի ունեցել, իշխանափոխություն է տեղի ունեցել պայմանավորվածությունների հիման վրա, իսկ զանգվածային ալեկոծությունները, դա այն շղարշն էր, որը պետք է քողարկեր այդ կուլիսների հետևում տեղի ունեցած համաձայնությունը, ինչի հետևանքով էլ Սերժ Սարգսյանը 6 ամիս շարունակեց այսպես կոչված հեղափոխությունից հետո ապրել կառավարական դաչաներում, որտեղ եք տեսել, որ գահանքեց արված բռնակալը շարունակի հեղափոխության օրոք վայելել կառավարական առանձնատունը, որտեղ եք այդպիսի բան տեսել։ Եվ ասենք Նիկոլ Փաշինյանն էլ նրա հարևանությամբ կոնյակ խմի ուրեմն ներկայիս իր աշխատակազմի ղեկավարի հետ կամ Սավինյանի հետ եւ այլն եւ նշի հեղափոխության հաղթանակը։ Որտեղ եք տեսել, բայց մենք 18 թվականին այդ աբսուրդի ականատեսը եղանք։ Եվ ինձ հետաքրում էր, թե ինչ կասի Հովիկ Աղազարյանը այս հարցի շուրջ, թե 18 թվականին, որտեղ ես հիշում եմ, որ 18 թվականին Հովիկ Աղազարյանը ինձ հանդիպեց, դա մարտ ամիսն էր եւ ասեց, որ ուրեմն շուտով իրենք իշխանությունը չէ, կներեք, 17 թվականին էր դա, ընտրություններից առաջ
ինձ հանդիպեց եւ ասեց, որ շուտով մենք իշխանության ենք գալու 17 թվականին, այսինքն սերտաճելու ենք իշխանության մեջ, ստանալու ենք որոշակի լծակներ, որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն եւ այլն։ Այս սցենարի մասին նա տեղյակ էր եւ նա գիտի այն ինֆորմացիան, որը ցույց է տալու այն, թե ինչպես տեղի ունեցավ 18 թիվը եւ արդյոք եւ ինչպես տեղի ունեցավ այդ փոխհամաձայնությունը Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը եւ հնարավորություն ստացավ շարունակելու ապրել կառավարական դաշաներում, ինչը աբսուրդ է, հնարավորություն ստացավ շարունակել իր գործունեությունը եւ խորքային պայմանավորվածություն ա եղել նաեւ շատ այլ եւ այլ մյուս հարցերի վերաբերյալ, այդ թվում նաեւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ դիմելով մեր ունկնդիրներին, խորքային պայմանավորվածություն ա եղել նաեւ այն հարցով, թե ում կարելի է թույլ տալ օգտվելու լրատվամիջոցներից, ում հնարավորությունը լրատվամիջոցներից օգտվելու հնարավորությունը պետք է արգելափակել։ Մասնավորապես Հմայակ Հովհաննիսյանը այդ ցուցակում համար առաջինն էր։ Դրա համար չնայած ՔՊ-ի որոշ անդամներ դիմել են, չէ ազնունները չեմ ուզում տա, դիմել են Պետրոս Ղազարյանին ասելով ի վերջո Հայաստանի քաղաքագետների միության նախագահ այդ մարդը այդքան գործ ա արել այս երկրի համար, այդքան հեչ որ չլինի, ասեմ նաև, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ բանտում էր, այն եզակի մարդկանցից մեկն էի ես, ով իրան պաշտպանեցի, ոչ միայն պաշտպանեցի, այլ ամեն ինչ անում էի, նաև ինչ չարեցին մյուս այսպես կոչված ընդդիմադիրները, որոնք մասնակցում էին 10-րդ ընտրատարածքում 2010 թվականի ընտրություններին Երևանի կենտրոնում։ Ես այն 100%-անոց շանսեր ունեի անցնելու, որովհետև ես ունեի նաև շատ լուրջ հենարան, իդեմս Հրանտ Կենզի սեփականատեր Հրանտ Վարդանյանի, ով պարզապես շտաբեր էր բացում եւ շատ ոգևորված էր, ասում էր մեր արդյունաբերությունը կշնչի, եթե դու գաս ազգային ժողով, վերադառնաս ազգային ժողով, 10 թվականին էր, մեծամասնական ընտրակարգով ընտրություններ եւ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հատուկ նամակով։ Պարոն Հովհաննիսյան, լսում եք, քանի որ ժամանակը շատ արագ անցնում է, մենք անպայման Հովիկ Աղազարյանին կհրավիրենք ձեզ մոտ, Փակ TV-ն բաց է նրա համար, այնպես որ կարող եք հրավիրել, բայց հիմա քանի որ ժամանակը արագ է ասում, խնդրում եմ պատասխանեք մի քանի հարցերի, ինչը կարևոր է։ Նախ եւ որքան հնարավոր է կարճ։ Տեսեք, իր Տելեգրամյան էջում Վարդան Ղուկասյանը ձեզանից շնորհակալություն հայտնեց աջակցելու համար, որ դուք կանգնեցիք նրա կողքին։ Ես հասկացա, որ ով նեղության մեջ է, դուք պատրաստ եք միշտ նրա կողքին լինել։ Ինչու աջակցեցիք այդ քաղաքական գործչին։ Ես իսկապես անպայման դրա մասին կասեմ, բայց ավարտելու համար ասեմ, որ այդ Տիգրան Արձաքանցյանը իշխանությունների կամակատարն է եւ դրա համար փաստորեն երևի թե հանձնարարական էր ունեցել փակելու Բաց TV-ին, Բաց TV ֆորմատը եւ ես գտնում եմ, որ դուք ճիշտ արեցիք, որ ճիշտ ժամանակին դա հասկանալով հեռացաք։ Եվ այսօր ես ուզում եմ կոչ անել բոլոր ունկնդիրներին մեր քաղաքագիտական հանրությանը, ինչպես մեր քաղաքագիտական հանրությանը, որ այդ Բաց TV այսօր Բաց TV անվանումը կրող հեռուստաընկերությունը այլևս այն Բաց TV-ն չի, որը եղել է այն ժամանակ եւ այնտեղ, երբ այնտեղ Համլետ Ղուշյանն էր, այլևս այդ Բաց TV-ն չի, որը եղել է այն ժամանակ, երբ տեղակայվում էր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, որտեղից ուրեմն հեռացավ, որտեղ հրահանգ էր ստացել եւ Սերժ Սարգսյանից եւ Նիկոլ Փաշինյանից հրահանգ էր ստացել, որովհետեւ անհրաժեշտ էր ձախողել այն հաղորդումները, որոնք նախատեսվում էին, իսկ ծրագրավորված էին, ինչպես քննարկում Հովիկ Աղազարյանի հետ, նաև քննարկում
սրբազան, հարգելի սրբազան, ուրեմն Աչապահյանի հետ, Միքայել Աչապահյանի հետ, եւ սա ձախողելու համար անհրաժեշտ էր բաց TV-ին փաստորեն անդամալուծել։ Սա տեղի ունեցավ եւ ես նաեւ առաջարկում եմ, որ այն տիպարները, որոնք հանդես կգան այդ բաց TV-ով, իմիջիայլոց այսօր ես տեսել էի Վահան Բաբայանը, որին ես հնարավորություն չտվեցի քաղաքագետների միությունում ոտք դնելու։ Ասեցի, որ նա իրավունք ունի ոտք դնել, որտեղ Սերժի Մանկլավիկն է։ Եվ ուրեմն նրան հեռացրեցի այնտեղից, նա ելույթ է ունեցել այդ բաց TV-ով 300 դիտում, ընդամենը 3 օրվա մեջ 300 դիտում, հասկանում եք, դա կատաստրոֆա է, եթե հաշվի առնել մեկին, ով ուրեմն եղել է ազգային ժողովի պատգամավոր։ Բայց պարզ ձեզ ասեմ, որ այսօր այդ սահմանազատումը տեղի է ունենում եւ ես ուզում եմ, որպեսզի Փակ TV-ն լինի բաց բոլոր կարգին մարդկանց համար, խելացի մարդկանց համար, չուղորդվող մարդկանց համար, շուն չեղած մարդկանց համար, գործ չտվող մարդկանց համար, այլ արդար մարդկանց համար եւ փակ լինի բոլոր գործ տվող մարդկանց համար, ինչպիսին Տիգրան Արձականյանն է, կոնկրետ դուք հիշատակեցիք Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն փակ լինի, Փակ TV-ն փակ լինի բոլոր սրիկաների համար եւ բաց լինի բոլոր կարգին մարդկանց համար։ Այսինքն ես դա էլ նկատի ունեմ, որ դուք անվանակոչել եք փակ, նկատի ունեք, որ պետք է նախանձախնդիր լինել, թե ում ես հրավիրում։ Եվ այդ էտալոնային պատկերը, իսկ ընդունեք, որ ժամանակին, ինչպես պարզվեց, այդ անձնավորությունը որոշակի սահմանափակումներ էր դնում ձեր առջև, ինչի պատճառով դուք հեռացաք, թե սրան հրավիրի, սրան մի հրավիրի, սրան հրավիրի, սրան մի հրավիրի։ Նույնը փորձեց ձեզանից հետո անել արդեն ինձ հետ փոխհարաբերություններում եւ դրա համար, երբ որ հրավիրեցի այն մարդու, որը հետարքիր էր հասարակության համար, որովհետեւ շատ գաղտնիքների է տիրապետում իշխող ուժի համար եւ կարեւոր է, որպեսզի ժողովուրդը իմանա, թե իշխող ուժը ինչ վիճակում է ներսից եղել եւ այսօր կա։ Այդ հաղորդումը ձախողելու համար կամերաները եւ այլն փախցրեցին եւ հեռացան։ Նու մենք դրան կանրադառնանք։ Հիմա պատասխանելով ձեր հարցին, շատ կարեւոր հարցին, ես ասեմ, որ ես պաշտպանել եմ Վարդան Ղուկասյանին, որովհետեւ ես Հմայակ Հովհաննիսյանն եմ։ Դրա համար եմ պաշտպանել, որովհետեւ ես պաշտպանել եմ ժամանակին Աթբաշյանին, Դմիտրի Աթբաշյանին, որին վերագրում էին ինչ-ինչ հանցագործություններ եւ Խոսրով Հարությունյանի կաբինետում ձերբակալել էին, կինը կուրացած եկավ ինձ մոտ Սվետլանա Իվանովնան եւ նրան բերել էր ինձ մոտ ուրեմն Զարոբյանը, Յակով Նիկիտիչի որդին, Նիկիտան, Զարոբյանը բերել էր կնոջը ինձ մոտ, նա կուրացել էր դարդից, ամուսնուն ձերբակալել էին, կոռուպցիայի մեջ մեղադրել են, ինչավոր այդ մարդը ընտրությունների միջոցով այրոպորտի ղեկավար էր ընտրվել։ Ընտրություններ այն ժամանակ ղեկավարներին ընտրում էին, դա 91 թիվն էր, ընտրվել էր ղեկավար եւ իր աշխատողը բռնել էր, թե ինչպես ուզում էին մորֆին, որը նախատեսված էր այն ժամանակ արդեն վիրավորներ, բաներ կային, ուրեմն երկրաշարժիչ տուժածներ մորֆին բժշկական նպատակներով, այդ մորֆին դնում էին ուրիշ ինքնաթիռի վրա, որ ուղարկեին հետ Ֆրանսիայից եկել էր, ուղարկեն Շվեյցարիա։ Հասկանում եք, բռնել էր այդ, դրա համար այդ Միրիջանյան հովիկը եւ ձերբակալել էին, ես նրան բանտից հանեցի, ես նրան պաշտպանեցի։ Ես պաշտպանեցի 91 թվականին Ալբերտ Քարթաշյանին, որը 5 երեխա զավակ Գդելյանի խմբից էր, հայտնի մաֆիայի դեմ պայքարող խումբ, կոռուպցիայի դեմ պայքարող հայտնի Գդելյան Իվանով խմբի ներկայացուցիչ, որը Ուզբեկիստանում այդ ահավոր մաֆիոզ ուրեմն թնջուկների բացահայտման գործում լուրջ ավանդ ուներ,
Այս մարդուն ասել էին հեռացնում են քեզ, որտեղ Սուխերևը գլխավոր դատախազը մինչև 91 թվականի պուտչը, նրան հեռացրել էր աշխատանքից։ Գդելյան Իվանովը դիմել էին դեպուտատական հարցումով Լևոն Տեր-Պետրոսյանին եւ դատախազին, ոչ մի արդյունք չկար, ես եկավ ինձ մոտ Ալբերտ Քարտաշյանը, այդ ամեն ինչը պատմեց, ես հոդված գրեցի։ Когда мертвые хватают за ноги живых ռուսերեն եւ արդարությունը եւ արդարադատությունը։ Այդ հոդվածից հետո Արտավազ Գևորգյանը կանչել էր այդ Ալբերտ Քարտաշյանին եւ ասել էր, որ գնա աշխատավարձ ստացի, քեզ մենք գործի չենք հեռացրել։ Գնա աշխատավարձ ստացի։ Դե բնականաբար նա գնաց ստացավ եւ շարունակեց աշխատել։ Հետո նա դարձավ դատախազ, գիրք գրեց, այդ գրքում այս ամեն ինչը ես դեռ նկարագրել եմ։ Այսինքն ես այս տեսակն էի։ Բայց ո՞նց կարող է ես չպաշտպանել։ Ես այնօք ինձ հարցնում եմ, ո՞նց կարող է ես այս տեսակը լինելով չպաշտպանեի Վարդան Ղուկասյանին։ Ո՞նց կարող է չպաշտպանել։ Իսկ դուք հեռանկար տեսնում եք Սա մարդկային կողմն է։ Պարոն Հովհաննիսյան, դուք ինչ հեռանկար եք տեսնում դուք կուսակցությանը, ասենք վաղվա օրվա հետ կապված։ Վաղվա օրվա հետ կապված։ Ես ասեմ, որ ես ինչու սա նաև այս պատմությունը պատմեցի, որովհետև տեսեք 91 թիվը, չէ, դեռ հələ խորհրդային կարգերը կային, հրապարակային խոսքը մի հոդվածը լուծեց մարդու ճակատագիրը, որոշեց ճակատագիրը։ Դեպուտատական, այսինքն խոսքի նշանակությունը այն ժամանակ եւ այսօր։ Հասկանում եք, այսօր տասնապատիկ ավելի զորեղ հիմնվելով նաեւ այսօրվա տեխնիկական միջոցների վրա, մասնավորապես ես բաց խոսքով դիմեցի ամերիկահայությանը, կոչ անելով ամերիկահայությանը սատարել Վարդան Ղուկասյանին։ Այդ կոչը դրել է եւ Facebook-ում, բոլոր լրատվամիջոցներում, այդ կոչը թարգմանաբար ներկայացվել է նաեւ դատական իշխանություններին։ Թարգմանվել է, ներկայացվել է թարգմանությամբ անգլերենով եւ այսպիսի իրավիճակ հետարքիր, հասկանում եք, խոսքը այն ժամանակ պարզվում է, այսինքն այն ժամանակ ժողովրդավարական գործընթացների ակունքներում ավելի մեծ արժեք ուներ, քան այսօր, որովհետև այսքան բան է ասվում, շատ լուրջ վերլուծություններ հրապարակային ներկայացրեց Լևոն Բաղդասարյանը, ձեր հենց այստեղ ստուդիայում ներկայացրեց Վարդան Ղուկասյանի գործի հետ կապված։ Ես ուրեմն տեսնում եմ հետևյալը, ինչ հնարավորություններ կան։ Ես այն տեսեք, ինչ կարող է լինել։ Ինչ կարող է լինել։ Նախ կա երկու գործ։ Մեկը ուրեմն միգրացիոն օրենսդրության խախտումն է, որովհետև ժամկետը լրացել էր, բայց Վարդան Ղուկասյանը չէր լքել Միացյալ Նահանգների տարածքը, նրան արտոնված ժամկետը։ Մեկը այս գործով է, երկրորդը դա այն գործն է շինծու, որը թխել են նաև Տիգրան Արձաքանցյանի ակտիվ մասնակցությամբ, թխել ուղարկել են Միացյալ Նահանգներ եւ դա արել են գլխավոր դատախազի մակարդակով եւ գլխավոր դատախազի մակարդակով միաժամանակ դեսպան Լիլիթ Մակունցի ակտիվ միջնորդությամբ։ Ես նաեւ պաշտոնապես հայտարարում եմ, դեսպան Լիլիթ Մակունցի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Վարդան Ղուկասյանը լինելով Միացյալ Նահանգներում այո, ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզչություն է տարել ուրեմն Դոնալդ Տրամպի ընտրության համար, որտեղ մի շարք նրա տեսակետները, ծրագրերը ընդունել է եւ դրա մասին արտահայտվել է իր հաղորդումների ժամանակ, հրապարակայնորեն։ Դուք Տիկին Լիլիթ Մակունց զբաղվել եք այնտեղ հակառակ ուղղությամբ, քարոզչությամբ ինչի իրավունք ընդհանրապես չունեիք, բայց զբաղվել եք եւ դա արձանագրված է, դա փաստ է։ Դուք պաշտպանել եք ուրեմն դեմոկրատական կուսակցությանը, որովհետեւ դեմոկրատական կուսակցությունը սերտորեն կապված է Ջորջ Սորոսի հետ, իսկ Ջորջ Սորոսը ակտիվ մասնակցություն ունեցել ձեր քաղաքական առաջխաղացման հարցում։
Հիմա ձեզ համար մեր երկրի տեսանկյունից սա շատ վտանգավոր բան է, ինչ որ դուք սկսել եք Վարդան Ղուկասյանի դեմ, շատ վտանգավոր բան է։ Դուք շատ վտանգավոր, պատահական չէ, որ այն ցույցը, որ կազմակերպվել էր Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, այդ ցույցը Վարդան Ղուկասյանի բնականաբար նրա սատարման մասին էր այդ ցույցը, բաներով, պատկերով էր եւ Դոնալդ Թրամփի երկու պատկերներ կային։ Ուրեմն Միացյալ Նահանգների դրոշը եւ Հայաստանի Հանրապետության դրոշը։ Եվրոպայի դրոշ չկար, ոչ մի ուրիշ դրոշ չկար, երկու դրոշներ էին։ Եվ պատահական չի, որ Վարդան Ղուկասյանը լուրջ անելիք ունի այնտեղ։ Բալանսավորելու ձեր մոտեցումները։ Դուք ուզում էիք այն ժամանակ հանդիպեիք Դոնալդ Թրամփի հետ, ուրեմն դեմոկրատական կուսակցության հայտնի պատգամավորների միջոցով, որոնք, ես նկատի ունեմ Արարատ Միրզոյանին, 18 թվականին, այսպես կոչված հեղափոխությունից հետո, ուզում էր այնտեղ Ադամ Շիֆի միջոցով եւ մյուսների ուրեմն նախապատրաստել պարզապես քաղաքական կարճատեսություն պետք է ունենալ, որպեսզի չհասկանալ, որ Ադամ Շիֆը Դոնալդ Թրամփի թշնամին է, ոնց է դու գնում Ադամ Շիֆին դիմ, բայց այդ մարդիկ ուրիշին չէին կարող դիմեին, որտեղ իրանց կապերը դեմոկրատական կուսակցության հետ էին, մասնավորապես սորոսական թևի հետ այդ կուսակցության։ Եվ դրա համար իրանք ուրիշ տարբերակ չունեին։ Հիմա դուք որ հետապնդում եք Վարդան Ղուկասյանին, դուք վնաս եք հասցնում, հասկանում եք Հայաստանի Հանրապետությանը, որտեղ պետք է բացի ձեզնից նաև ուրիշները լինեն, որոնք կարողանան կամուրջներ ստեղծել։ Այո, այդ մարդը երկրորդն է իր ռեյտինգով, պաշտոնապես հաստատված, ուրեմն իշխող ուժից երկրորդն, այսինքն իշխող ուժը իր ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին առաջին դա, որովհետև 30 տարի շարունակ ադմինիստրատիվ ռեսուրսն է վճռորոշ դեր խաղացել իշխանության տիրապետության, իշխանությանը տիրապետելու եւ իշխանությունը նվաճելու հարցում, վճռորոշ դեր, դուք էլ ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով եկաք իշխանության, ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով եղավ այդ հեղափոխականի հեղափոխական, այսինքն այն մարդը Օսիպյանը, որը հայտնի էր նրանով, որ հետապնդում էր ուրեմն բոլոր ցուցարարներին բոլոր ժամանակներում Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հետապնդում էր Օսիպյանը Վալերի բոլոր ցուցարարներին, այդ Վալերի Օսիպյանը նշանակվում է հեղափոխությունից հետո ներքին գործերի նախարար։ Դու էշի տեղ եք դրել այս ժողովրդին, այ մարդ։ Ինչի մասին եք խոսում։ Այսինքն եղել է Սերժ Սարգսյանը ասեց, ես սխալվեցի, դու ճիշտ էիր, այսինքն դու որ ասում էիր իշխանությունը պիտի փոխանցես ինձ, դու ճիշտ էիր։ Ես էլ հիմա փոխանցում եմ։ Էս ասեց, մարդը խոստովանել է, բոլորի առաջ ասել է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ընդունեց փաստորեն, որ իր ջեբն են գցել, իր գրպանն են գցել Արցախի հարցը։ Ոնց։ Ճիշտ է, բա մենք այդ 6 տարիա դա ենք ասում, որ քո գրպանն են գցել, դու էլ խելք ունենայիր, երբ որ Ղարաբաղյան կլանը քեզ գայթակնելով իշխանությամբ, ասում էր արի դու իշխանությունը վերցրու, քո վրա թող մնա այս Ղարաբաղի հարցը, խելք ունենայիր չհամաձայնեիր, ասեիր ես կմնամ ընդդիմության առաջնորդ, թող գա Կարեն Կարապետյանը Ղարաբաղցի։ Այդ հարցը լուծի, դուք էփել եք այդ ճաշը, դուք էլ պետք է ուտեք, եթե ոչ դու Սերժ, կուտի քո այսպես ասած պիջակը կուտի այդ ճաշը։ Պարոն Հովհաննիսյան, հիմա որ ժամանակ արագացնում է, խնդրում եմ անդրադառնանք մի շատ կարևոր հարցի եւս, վաղը Գյումրիի ընտրություններ է քաղաքապետի։ Ինչ սպասելիքներ ունեք։ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները դա վաղն են լինելու, իհարկե չափազանց կարևոր հարց է։ Եվ ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ իշխանությունները այս գործը, որը 23 թվականին էին, չէ, իրանք այս գործը ուրեմն եղել, այս գործը եղել է 23 թվականին է դատախազը ուղարկել եւ այլն, բայց
կարևորել են դա այս պահին, այսինքն ինչու այս պահին, այսինքն ընտրություններ քարոզարշավի նախաշեմին, Գյումրի ընտրությունների քարոզարշավի նախաշեմին ինչու փագեցին Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանին փագեցին այդ պատճառով, որտեղ նա այդ ընտրություններում ֆավորիտն էր, միակ ուժն էր, որը ոչ սև էր, ոչ սպիտակ էր, երրորդն էր։ Դոկ կուսակցությունը միակն էր, որովհետև այնտեղ մասնակցում են այն ուժերը, որոնք նախորդ իշխանություններ են, մասնավորապես Վարդան Ղուկասյանը նախկին քաղաքապետ Ռոբերտ Քոչարյանականա, իսկ Մարտունը Գրիգորյան Սերժ Սարգսյանականա, հայտնի է։ Այնտեղ նաև Ռոբերտ Քոչարյանը ունի էլի, այսպես ասած, զամբյուղներ, Մայր Հայաստան եւ այլն, այսինքն նրանք են եւ իշխանություններն են, այնտեղ իշխանությունները Արման Բաբաջանյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը դա նույն այդ Սարիգի, այսպես ասած, սատելիտներն են, այսինքն ցորտներն են, այսինքն նրանք նրա համար են, որ ինչպես Երևանում տեղի ունեցավ, այս Ավինյանի դեպքում, ով չկարողացավ ստանալ անհրաժեշտ քանակությամբ տեղեր, որպեսզի դառնա քաղաքապետ, եւ նրան այդ հարցում ուս դեմ տվեց Արամ Զավենի Սարգսյանը։ Նույն առաքելությամբ Արամ Զավենի Սարգսյանը փորձում է հանդես գալ Գյումրի ընտրությունների դեպքում, բայց գյումրեցիները շատ ուշիմ ժողովուրդ է, գյումրեցիները խելացի ժողովուրդ են, խոհեմ ժողովուրդ են գյումրեցիները, այս խաղերը գիտեին, դրա համար գնալու էին ձայները տային դոկ կուսակցությանը, Վարդան Ղուկասյանին, սա գիտեին սա, դրա համար նրան փագեցին, որտեղ մեծ հաշվով նա հայտարարել էր, որ իր ընտրության հիմքը լինելու են իր ելույթները, այսինքն ինքը այդ մարտավարությունն է նախընտրել։ Քաղաքի ընտրությունների ժամանակ Երևանի նույնպես միայն նա ելույթներն էին, նրա աջակցությունը վայելող ուժը որևէ քայլ չէր արել, որևէ քարոզչություն չէր ծավալել, որևէ կազմակերպական գործունեություն չէր իրականացրել, շտաբային եւ այլն այդ հանդիպումներ, բաներ չէին եղել։ Ամեն ինչ որոշվեց նրա ելույթների միջոցով եւ նա կարողացավ հաղթահարել իր կողմից պաշտպանված ուժը կարողացավ հաղթահարել 5% Երևանի ընտրություններում եւ բնականաբար այդ նույն տակտիկան, որ արդյունավետ էր, նա որդեգրելու էր այստեղ այն տարբերությամբ, որ անցած տարիների ընթացքում դոկ կուսակցությունը, որը արդեն իր անմիջական հոգեզավակն էր Վարդան Ղուկասյանի, շատ ավելի ամուր էր եւ հնարավորություններ ուներ նաև պահելու այդ ձայները, այսինքն իր ելույթներով ներշնչված ձայները, քվեները պահելու հնարավորություններ ուներ դոկ կուսակցությունը, եւ սա վտանգ էր իշխանության համար, դրա համար նրան փակեցին, դրա համար ես ամենայն պատասխանատվության հայտարարում եմ, որ այս ընտրությունները Գյումրի լեգիտիմ չեն, որովհետեւ ֆավորիտ ընդդիմադիր քաղաքական գործիչը եւ դրա ուրեմն ենթարկվեց քաղաքական բիրտ հալածանքի այն նպատակով, որպեսզի կուսակցությունը իր ղեկավարած կուսակցությունը դոկ կուսակցությունը չկարողանա արդյունավետ մասնակցել, որտեղ եթե կտրվում է Վարդան Ղուկասյանի ձայնը, որը հիմնական գործոնն է լինելու ընտրարշավի ժամանակ, ուրեմն այս բնականաբար ընտրություններում դոկ քաղաքական ուժը չէր կարող ակնկալել հաջողություն, ուստի անիմաստ էր մասնակցել։ Եվ սա հենց իշխանությունների նպատակն է, բայց ես իշխանություններին ասում եմ, որպես մարդ, որ 30 տարի անցել է բոլոր այդ թով ու բովերով, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դուք ֆալշտարտ եք թույլ տվել, սիրելիներս, դուք շատ լուրջ սխալ եք թույլ տվել, իսկ ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, նա պարզապես պետք է ցնծության մեջ լինի, որովհետև այս նույն բանը դուք կարող եք անեիք մեծ ընտրությունների նախօրյակին, ազգային ժողովի ընտրությունների նախօրյակին, այդ դա իսկապես անդառնալի վնաս կհասցներ եւ դոկ կուսակցությանը եւ դոկ կուսակցության համակիրներին եւ ընտրողներին իսկապես անդառնալի եւ սարսափելի կորուստ։ Սա իհարկե ձեր կողմից հարված էր, բայց այդ հարվածին կդիմանա հաստատ Վարդան Ղուկասյանը, հաստատ կդիմանա եւ նաեւ կարող է
ցնծության մեջ լինել, որովհետև դուք false start եք թույլ տվել։ Դուք սա անելով հիմա զրկեցիք ձեզ հնարավորությունից անել դա մեծ ընտրություններից առաջ, որտեվ երկու անգամ նույն ջուրը չեք կարողանալու մտնել։ Երկու անգամ չեք կարողանալու նույն ջուրը մտնել։ Եվ ձեզ ինչ է սպասում այդ մեծ ընտրությունների ժամանակ, այդ դրա մասին մտածեք, դուք սխալը թույլ եք տվել։ Սխալը դուք թույլ եք տվել։ Ինչ վերաբերվում է դուք կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին, ում ես իմիջիալոց ասեմ, գիտես Համլետ ջան, որ մենք չենք էլ տետատե շփվել, այսինքն ես իրան չեմ տեսել ժիվյոն այդ մարդուն, ես գիտեմ իրան իր ելույթներով եւ իմիջիալոց այդ հարցի պատասխանն էլ ունեմ, այդ արդեն զանձրացնող, որ ինչու է հայհոյում եւ այլն։ Դա փսիխոթերապիա է, այս իրավիճակում, երբ ազգը նևրոզի մեջ է։ Փսիխոթերապիայի միջոց է այդ հայհոյանքը։ Մարդկանց ներքին ցավը լիցքաթափելու միջոց է։ Մարդկանց մի քիչ օգնելու նաեւ դրանով, որտեղ մարդիկ այնքան լծված են, որ այնքան անարդարություններ են տեսնում շրջապատում։ Այնպիսի հրեշավոր անարդարություններ են, որ ուզում են իրենք հայհոյեն, բայց ասենք ես օրինակ լինելով քրիստոնյա, ես չեմ կարող թույլ տամ։ Վարդան Ղուկասյանը ասում է, որ ինքը աթեիստ է եւ իր վրա է վերցնում այդ մեղքը հայհոյելու, բայց վերցնում է որպեսզի բուժի, ոնց որ բժիշկն է, երբ որ մարդուն թույնում են, մեկը թունավորված է, իր թունավորվածը թույնը քաշում իր մեջ, որպեսզի մարդուն այդ թույնից բրգի։ Այնպես էլ այսօր Վարդան Ղուկասյանն է, ինչ վերաբերվում է այդ նրա բառապաշարին։ Ես չեմ ընդունում դա։ Իմիջիալոց ասեմ այն փայլուն հաղորդումները, որ եղել են առանց դրա, առանց այդ շեշտակի արտահայտությունների, ցավոք սրտի այս Տիգրան Արձականյանը վերացրել է YouTube-ից եւ նաեւ դա ձեր բացթողումն է, որ Պարոն Հովհաննիսյան, այդ մասին մենք դեռ խոսենք, մեր ժամանակը պարզապես սպառվել է, ասեմ միայն, որ պատրաստվեք Հովիկ Աղազարյանին հրավիրել Նաև մի բան էլ ասեմ, որ ավարտի համար շատ կարևոր։ Ուրեմն Վարդան Ղուկասյանին ասում են, որ ինչպես Լևոն Բաղդասարյանը ասեց, այստեղ ստուդիայում հնարավոր է, որ իր դեմ այդ միգրացիոն գործով, քանի որ ինքը ժամանակը խախտել է, իսկ այնտեղ շատ լուրջ է դա, ուղարկեն երկրից արտաքսեն։ Եվ ինքը այդ դեպքում իրավունք կունենա ընտրել այն երկիրը, որտեղ կուզենա բնակվել, եւ սա մի տարբերակ է, երկրորդ տարբերակը դա այնա, որ ուրեմն այդ բայց մինչ այդ պետք է process-ը գնա եւ դա կտևի ամիսներ։ Հիմա կա երրորդ տարբերակ։ Այն է, որ Վարդան Ղուկասյանը դիմի Դոնալդ Թրամփին, խնդրելով իրեն քաղաքացիություն տրամադրել եւ շարժումը Միացյալ Նահանգներում եւ այստեղ եւ ամենակարևորը իհարկե Միացյալ Նահանգներում շարժումն է եւ դրա համար ես կրկնում եմ իմ դիմումը ամերիկահայությանը իման լսում են ես գիտեմ բազմաթիվ հայեր համախմբվեք այդ կարգախոսի ներքո Վարդան Ղուկասյանը պետք է այսօր Միացյալ Նահանգներում լինի Վարդան Ղուկասյանը այնտեղ պետք է որովհետեւ չափազանց կարևոր է ես արդեն ասեցի այն մասին, որ միակողմանի գիծ է եղել Հայաստանի իշխանությունների կողմից, եթե մենք ունենանք նորմալ իշխանություն, Վարդան Ղուկասյանին օգտագործեին հաշվի առնելով նաև այն, որ ինքը այս գտնվելով Միացյալ Նահանգներում հայության մեջ քարոզել է իօքուտ Դոնալդ Թրամփի, ուստի եւ հանրապետական կուսակցության եւ այդ ավանդական արժեքների օգտին արտահայտվել է ավանդական արժե համակարգի օգտին եւ նաեւ այն հանգամանքը որ Տրամփը բոլոր հիմքերը ունի
քանի որ 20 թվականին անտեսվեց իր առաջարկությունը Դոնալդ Թրամփի նորվեգիական ուժեր ներգրավել խաղապահ, հասկանում եք, այսօր ուկրաինացիները կերազեին Թրամփի բերանից մի նման բան լսեին։ Այն ժամանակ Թրամփը արտահայտվել էր, չէ, նորմալ իշխանությունը լներ կբռներ այդ արտահայտությունից, չէ, դա Միացյալ Նահանգների նախագահն էր ասում։ Ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանը Արցախի հարցով, մենք իմիջիալը չխոցեցինք նաև Արցախի հարցի վերաբերյալ, մենք դրա մասին խոսենք, ամենայն դեպս ես այսօր ասում եմ, որ այսօր դիմելով ամերիկահայությանը, լսեք ինձ, լսեք փորձառություն ունեցող եւ քաղաքագետի եւ քաղաքական գործիչի, լսեք մի մարդու, որը ուրեմն պատվի է արժանացել լինելով Կարեն Դեմիրճյանի ամենամերձավոր զինակիցը։ Լսեք ինձ, այսօր հիմնական կարգախոսը Վարդան Ղուկասյանը ենթարկվում է բիրտ քաղաքական հալածանքների, երկրորդ նշանակությամբ քաղաքի ընտրություններից նրան հանելու համար շինչ ու գործ է թխվել, այդ գործին ընթացք են տվել, հատուկ որպեսզի նա չմասնակցի ընտրություններին, դոկ կուսակցությունը նա ղեկավարած, նա ենթարկվում է բիրտ քաղաքական հալածանքի եւ այս պայմաններում պետք է սկսել շարժում ի օգուտ այն բանի, որպեսզի Վարդան Ղուկասյանին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրի քաղաքացիություն Միացյալ Նահանգների քաղաքացի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, այսօրվա համար, սիրելի բարեկամներ, մենք անպայման այս թեմաներին կվերադառնանք, այսօր այսքանով եկեք սահմանափակենք մեր, ինչպես ասում են, եթերը, պարոն Հովհաննիսյանին առաջիկայում անպայման դուք տեսնեք Փակ TV-ում, մնացեք լավատես, ցտեսություն։